Իրական պատերազմ։ Ես ուժեղ եմ, երբ պատերազմում եմ ուրիշներին ազատելու համար։ Երկրորդ Կորինթացիների 13-ում գրված է, որովհետև թեև մարմնով ենք վարվում, բայց մարմնավորապես չենք զինվորություն անում։ Մենք ապրում ենք երկրի վրա, բայց չենք կարող պատերազմել երկրային միջոցներով։ Հարցն այն չէ, թե արդյոք մենք կպայքարենք, այլ այն, թե ինչպես կպատերազմենք։ Մենք մշտապես պետք է պայքարենք հանուն ինչ-որ բանի, այլ ոչ թե պարզապես ընդդեմ ինչ-որ բանի կամ ինչ-որ մեկի։ Մենք նաև գիտենք մի վաղեմի ճշմարտություն, որ հասու չէ նրանց, ովքեր պատերազմում են այս աշխարհի կանոններով։ Մարդիկ երբեք մեր իսկական թշնամիները չեն։ Գիտեն, որ կա ժամանակ, երբ այս ճշմարտությունը սուտ է թվում։ Յուրաքանչյուրս կարող ենք տալ մարդկանց անուններ, որոնք ցավ են պատճառել մեզ, բայց Աստված սիրում է մարդկանց։ Հիսուսը եկավ, որ փրկի նրանց։ Հետևաբար մենք երբեք չպետք է մարտնչենք նրանց դեմ։ Մենք պատերազմում ենք գերիներին ազատելու համար, ոչ թե կռվում ենք նրանց դեմ։ Մենք հարձակվում ենք ոչ թե մարդու, այլ նրան գերի պահող բերդերի վրա։ Երկրորդ Կորինթացի 10:4-ում ասում է, որովհետև մեր զինվորության զենքերը մարմնավոր չեն, այլ Աստծով զորավոր բերդեր քանդելու։ Մեզ վստահվել են աստվածային զորության զենքեր, որոնք այս աշխարհի զենքերի ճիշտ հակառակն են։ Քանի որ դրանք ավելի հզոր են, մենք պետք է ավելի զգույշ լինենք։ Երբեք մի մոռացեք, որ մեր խոսքերը կարող են օրհնել կամ անիծել։ Այս աշխարհի զենքերը կարող են սպանել, մինչդեռ մեր զենքերը կյանք են տալիս։ Աշխարհիկ զենքերը բաժանում են մարդկանց, ազգերին ու մշակույթներին։ Երկրային զենքերը նախատեսված են վիրավորելու, խեղելու, նրանցում տեսնում ենք որպես հակառակորդների, մինչդեռ մեր երկրային սրերը բաժանում են ճշմարտությունը ստից, որպեսզի ճանապարհ բացեն բժշկության և վերականգնման համար։ Այս աշխարհի զենքերը ստեղծել են մարդիկ ուրիշներին վախեցնելու և սարսափահար անելու համար, մինչդեռ մեր զենքերը արարվել են երկնքում, որպեսզի ազատ արձակեն և զորացնեն վախեցած գերիներին, տալով նրանց հնարավորություն քայլելու իրենց աստվածային կոչման մեջ։ Մենք հարձակվում ենք բերդի վրա գերիներին ազատելու համար։ Եկեք աղոթենք։ Երկնային Հայր, ամեն անգամ, երբ հայտնվեմ պատերազմի մեջ, ցույց տուր, թե իրականում ինչի համար եմ պայքարում։ Սուրբ Հոգի, մշտապես հիշեցրու, որ ես պետք է հարվածեմ բերդին, ոչ թե վիրավորեմ գերիներին։